Մեղավոր հասարակությունը եւ Աստծո խոսքը։ Յուրաքանչյուր հավատացյալ գտնվում է այս ուղու ինչ-որ կետում, որոշ չափով կրելով եւ մեղավոր հասարակության եւ Աստծո խոսքի ազդեցությունը։ Որքան ավելի այս աշխարհը ազդում մեզ վրա, այնքան ավելի ենք մենք դեպի ձախ շարժվում այս ուղիով։ Որքան ավելի Աստծո խոսքը ազդում մեզ վրա, այնքան ավելի ենք դեպի աջ շարժվում այս ուղիով։ Ինչն է որոշում մեր աջ կամ ձախ շարժվելը։ Սաղմոս 2-ն պատասխանում է մեր վերաբերմունքը Աստծո խոսքի հանդեպ եւ այն ժամանակը, որ մենք տրամադրում ենք, որպեսզի մտածենք Աստծո խոսքի մասին, այլևս ոչինչ չի որոշում, թե որտեղ եք դուք այս ուղու վրա։ Այն մարդը, ում կյանքը դեպի աջ է շարժվում այս ուղիով, նկարագրվում է առաջին հերթին որպես այնպիսի անձնավորություն, որի կամքը Տիրոջ օրենքի մեջ է։ Նման Պողոս առաքյալին, նա համոզված է, որ Աստծո օրենքը սուրբ եւ արդար եւ բարի է։ Հռոմեացիներ 7:12 խոսք։ Այսպիսի անձնավորությունը դիտարկում է Աստծո օրենքը ոչ թե որպես դժվար եւ ծանրաբեռնող մի բան, այլ որպես մեզ տրված օգնություն Աստծուն հաճեցնելու համար, նաեւ արդյունավետ եւ բավականություն պատճառող կյանք վարելու համար։ Նա, ով բերկրանք է զգում Աստծո օրենքի մեջ, դիտարկում է Աստվածաշունչը ոչ թե որպես կանոնագիրք, որով դժվար է ապրել, այլ որպես իր երկնային Հոր խոսքը, որն ամեն շնորհքի Աստված է եւ որը շնորհքով է վարվում իր հետ։ Այն մարդը, ում կյանքը դեպի աջ է շարժվում այս ուղիով, նաեւ օր ու գիշեր մտածում է Աստծո խոսքի մասին։ Այս հատվածում մտածել բառը նշանակում է մտորել որևէ ճշմարտության շուրջ, դրա իմաստի եւ գործնական կիրառության տեսանկյունից, ինչպես որ Աստված պատվիրեց Հեսուին. գիշեր եւ ցերեկ նրա օրենքի գրքի վրա մտածես, որ պահես եւ կատարես ամբողջ նրա միջի գրվածի պես։ Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսք։ Մտածելու նպատակը պետք է լինի կիրառելը կամ կատարելը։ Մտածելու գաղափարը ենթադրում է նաեւ սեփական կյանքի շուրջ մտորելը, վճռելու համար, թե որքանով է Աստծո խոսքի ճշմարտությունը համապատասխանում կամ որքանով չի համապատասխանում մեր բնավորությանը եւ վարքին, ինչպես Սաղմոս 2-ն է ասում. Ես մտածում եմ քո ճանապարհների վրա եւ իմ ոտքերը դարձնում եմ քո վկայություններին։ Սաղմոս 119:59 խոսք։ Նա մտածում էր ոչ միայն Աստծո խոսքի, այլև իր կյանքի մասին եւ այն մասին, թե ինչ չափով է իր կյանքը համապատասխանում Աստծո խոսքին։